Ես մի բան ասեմ, եթե զոհաբերություն եք անում ու 10%-ից ցածր եք անում, 3%, 5%, 6%, չգիտեմ քանի տոկոսներով եք մասնակցում աստո տան զոհաբերությունները, տան եկեղեցու զոհաբերությունների, դա լավ է, բան չի։ Բայց օրհնությունը Աստված պատրաստել է նրանց համար, ովքեր 10 բաժնից բարձր են զոհաբերություն կատարում, 10-ից բարձր, բայց Աստված խոստացել է 10%, եթե դու հավատարմություն ցուցաբերես Աստծո նկատմամբ 10%, 10 բաժին 10-րդ բաժնից դու սկսես հավատարիմ լինել Աստծո, այնտեղ 10 բաժին հանես, որպեսզի քո տունը օրհնություն լցի։ Աստված որ տենա, ու ջոմարտ վարվեցի նրա նկատմամբ, պատերազմում ես ինչա տեղ ունենալու։ Նույն կերպ ջոմարտ Աստված քեզ օրհնելու, քո տունն օրհնելու։ Խաղաղություն ու հանդարտությունը, այսպես պարարտասնի քո ոսորները, օրհնություն, հաջողությունը կլցի քո տունը։ Ու միշտ հավատարիմ, երկը ձեռքը կա, ջոմարտ կերպով Աստծո զոհանես։ Գիտես Աստված քեզ ոնց կսիրի։ Սրտանց մեկ անգամ անես, ու մինչև քո կյանքի վերջը չես դադարի։ Տենալով Աստծո օգնությունը, տենալով անգամ տալուց առաջ եւ հետո կզգաս փոփոխությունը քո վրա։ Քո տան մեջ կզգաս փոփոխությունը, որ աչքի տարած քո տունը մի այլ կերպ է։ Քո տան մթնոլորտը այլ կերպ է։ Քո տանապանները մի այլ բնավորություն է ստացել։ Խաղաղվել են, հանդարտվել են, ծիծաղն ու խինդը լցել ա քո տուն, ուրախություն, խնդություն, կեր ու խումբ, վերջը օգնություն ա լցել քո տուն։ Ինչի պատճառով։ Որ դու զոհ արեցիր Աստծուն։ Եթե դու որտեղ զոհաբերություն անել, կհավատացեք, որ խաղաղություն ճիշտ ձեր տուն։ Հասկանում եք, այնպես որ չի մասնախոսքը։